Հարցի համար։ Ես ենթադրում եմ կարող ենք ավելի կոնկրետ ասել, որ դատավարության հետ կապված է ձեր հարցադրումը, որովհետև եթե նստած եք նիստերի դահլիճում վստահ եմ հետևել եք, բացարկի հետ կապված դատախազությունը դիրքորոշումը պնդեց, որ բացարկի վերաբերյալ հարցերը քննարկելուց հետո նոր դատախազությունը հանդես կգա միջնորդությամբ։ Պաշտպանական կողմը պնդեց, որ բացարկի հարց չի կարող քննարկվել, որովհետև իրենք տեղեկացված չեն մեղադրանքից։ Եվ վստահ եմ, հիշում եք, որ դատարանը որոշում կայացրեց հաջորդ դատական նիստին անդրադառնալ այն հարցին, թե սկզբից բացարկների հարցն է քննարկելու, հետո դատախազության միջնորդությունը, թե ոչ։ Այսինքն ձեր այն հետևությունը, որ դատախազությունը կողմ է որևէ երկակի ստանդարտի, գոնե իմ տեսած դատավարությունում չի հիմնավորվում։ Եթե որևէ այլ օրինակ գիտեք, խնդրում եմ ասեք, մենք ուշադիր կլինենք։ Օրինակները շատ են, կոնկրետ եթե ուզում եք օրինակներից խոսեք, ես դրա համար չկոնկրետացրեցի։ Իհարկե ավելի թարմը այն է, ինչ դուք ասում եք։ Այդտեղ իհարկե շատ ավելի լուրջ ուրիշ խնդիրներ կա այդ դատավարության առումով ու պաշտպանական կողմը ինչ է ասում, մենք չենք հասկանում ինչ հոդվածով ենք մեղադրվում, որ մի հատ էլ հասկանանք բացարկի միջնորդություն ունենք, թե չունենք դատավորին։ Խոսքը ստեղ դրա մասին չէ միայն։ Կոնկրետ իմ դեպքում եղել է օրինակ Մասիս Մելքոնյան, ով ընտրություններին մասնակցել է հակադիր բևեռում, կոնկրետ ընտրացուցակում է եղել 14-րդ համարը, կոնկրետ կուսակցության, որը մեր հակադիր բևեռում էր ու սրա հետ կապված դատախազությունը ոչ մի խնդիր չի տեսել, պաշտպանական կողմի ներկայացված բացարկները ոչ մի ազդեցություն չեն ունեցել, դե մակագրումներ հատուկ ամեն կերպ արվել է նույն մարդուն, բայց ես ընդհանուր դիրքորոշում եմ ուզում հասկանալ, որտեղ վաղը մյուս օր էլ կարող է օրինակ մեր գործընկերներից մեկը դատավոր դառնա, արդյոք դատախազությունը նորմալ է համարելու, երբ որ ինչ որ գործով մյուս կողմում գտնվող մարդկանց հետ կապված գործերում իրենք հանդիսանան որպես դատարան։ Խոսքը ավելի խնդրում եմ ընդհանուր։ Շատ լավ։ Պատասխանը այո։ Ես ձեր նշած դատավարությունների հետ կապված էլի պետք է ասեմ, որ դատարանը որոշում է կայացրել բացարկի, ինքնաբացարկի վերաբերյալ հարցով, դուք իրավաբան եք ու շատ լավ եք պատկերացնում ինքնաբացարկի վերաբերյալ որոշում կայացնող սուբյեկտն ով է, եւ շատ լավ եք պատկերացնում ինչ է նշանակում քրեական արդարադատություն, որը կողմերի հավասարություն չի ենթադրում, մրցակցային դատավարություն է, եւ դատախազությունը յուրաքանչյուր դեպքում, երբ դատական ակտի անվերապահ բեկանման հիմքեր կարող են լինել, իսկ տվյալ դեպքում դատավորի սուբյեկտայնությունը անվերապահ բեկանման հիմքերից մեկն է, շատ աչալուրջ է, որովհետև հետագայում մեղադրանքը կարող է լուրջ ռիսկի ենթարկվել։ Այնպես որ շատ լավ, ես խնդրում եմ խոսությունը դադարեցնեք, պատասխանեք։ Այնպես որ դատախազության ուղղությամբ ձեր երկակի ստանդարտների վերաբերյալ մեղադրանքները չեն բխում հենց նույն դատախազության շահերից։ Դատախազությունը երբևէ թույլ չի տա, որ դատական ակտը անվերապահ հանցավոր ճանապարհով ստացված գույքը։ Նկարագրված հանցավոր գործողությունները կատարվել են 2013 թվականից մինչև 2021 թվականն ընկած ժամանակահատվածում։ Սա վաղեմության հետ կապված կարևոր ընդգծում է, որտեղ փողերի լվացումը գիտեք առանձնապես ծանր հանցագործություն է։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նպատակ ունենալով Երևան քաղաքի Աճառյան փողոցի 40 հասցեում գտնվող Երևանի թիվ 16 հատուկ դպրոց ՊՕԱԿ-ի կողմից զբաղեցրած 13172 քառակուսի մետր մակերեսով հողատարածքից իր մերձավորների համար հանցավոր ճանապարհով ձեռք բերել եւ օրինականացնել հողատարածքներ, Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց հետ նախապես պայմանավորվել է նշված գույքն ապօրինի առանձնացնելու եղանակով նույն սխեմանա դուրս բերել համայնքի գույքային ֆոնդից եւ ներառել Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդ։ Եթե սա ասեմ կենցաղային լեզվով, նշանակում է, որ պետական գույք հանդիսացող դպրոցի տարածքը անում են վերաճշտում սահմանների, ասում են իրականում տարածքը ոչ թե X է, այլ X մինուս 2 է, եւ մինուս 2-ը համարվում է ոչ թե պետական սեփականություն, այլ համարվում է համայնքային սեփականություն, հետեւաբար համայնքը կարող է օտարել։ Երկրորդ փուլով ինչ են անում։ Անում են ձևական աճուրդներ, որոնց մասնակցում են իրենց հետ փոխկապակցված անձինք, ստանում են
սեփականության իրավունք այս հողատարածքների նկատմամբ, բայց իրենք իրական սեփականատերեր չեն հանդիսանում։ Դրանից հետո վաճառում են երրորդ անձանց, այդպիսով լվանալով այն հանցավոր ծագումը գույքի, տվյալ դեպքում հողատարածքի, որը որ մեղսագրվում է արարքում։ 6492.9 քառակուսիմետր մակերեսություն նշված գույքն ապօրինի առանձնացնելու եղանակով դուրս բերել համայնքի գույքային ֆոնդից, ներառել Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդ, այնուհետև ակնհայտ հանցավոր ճանապարհով այն դուրս բերել Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդից, ձևական ներառել այլ անձանց գույքային ֆոնդ, ինչից հետո դրա նկատմամբ ձևականորեն ձեռք բերված սեփականության իրավունքի մաս կազմող տնօրինման իրավազորության իրականացման միջոցով այն օտարել իր մերձավորներին, այդ թվում Սանիկին։ Այսպիսով առանց խոչընդոտների օրինականացնելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը։ Այս արարքները տեղի են ունեցել 2011-12 թվականների ընթացքում։ Երրորդ դրվագով Տարոն Մարգարյանը նպատակ ունենալով պաշտոնական դիրքն օգտագործելով Երևանի թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստատություն ՀՕԱԿ-ից զբաղեցրած 6492.9 քառակուսիմետր մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասից իր մերձավոր Սասունիկ Իսրայելյանի համար հանցավոր ճանապարհով ձեռք բերել եւ օրինականացնել 575 քառակուսիմետր մակերեսով հողատարածք Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց հետ նախապես պայմանավորվել է նշված գույքն ապօրինի առանձնացնելու եղանակով դուրս բերել Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդից եւ ներառել Սասունիկ Իսրայելյանի գույքային ֆոնդ, ինչից հետո այն միացվել է Սասունիկ Իսրայելյանին սեփականության իրավունքով պատկանող Տիտոգրադյան փողոցի 17 հասցեում գտնվող շուրջ 0.04 հեկտար մակերեսով հողամասին, որի արդյունքում 575 քառակուսիմետր մակերեսով հողատարածքը Տիտոգրադյան փողոցի 17 հասցեում գտնվող արդեն միախառնված շուրջ 0.1 հեկտար մակերեսով հողամասի կազմում դրվել է օրինական շրջանառության մեջ, դրան հաղորդվել է օրինական տեսք։ Արարքները կատարվել են 2012-13 թվականների ընթացքում։ Երկրորդ մասը նույն մանկապարտեզի հետ կապված։ Նպատակ ունենալով պաշտոնական դիրքն օգտագործելով նույն նախադպրոցական ուսումնական հաստատության զբաղեցրած 6452.9 քառակուսիմետր մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասից իր մերձավոր Սասունիկ Իսրայելյանի համար հանցավոր ճանապարհով ձեռք բերել եւ օրինականացնել 863.34 քառակուսիմետր մակերեսով հողատարածք։ Իդեպ Սասունիկ Իսրայելյանը դա խանութ է ունեցել եւ այս խանութի ընդլայնման աշխատանքներն են մանկապարտեզի հաշվին։ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց հետ նախապես պայմանավորվել է նշված գույքն ապօրինի առանձնացնելու եղանակով դուրս բերել Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդից եւ ներառել Սասունիկ Իսրայելյանի գույքային ֆոնդ, ինչից հետո այն միացվել է Սասունիկ Իսրայելյանի սեփականության իրավունքով պատկանող Տիտոգրադյան փողոցի 17 հասցեում գտնվող շուրջ 0.1 հեկտար մակերեսով հողամասին, որի արդյունքում 863.34 քառակուսիմետր մակերեսով հողատարածքը Տիտոգրադյան փողոցի 17 հասցեում գտնվող արդեն միախառնված շուրջ 0.18 հեկտար մակերեսով հողամասի կազմում դրվել է օրինական շրջանառության մեջ, դրան հաղորդվել է օրինական տեսք։ Արարքները կատարվել են 2014 թվականից մինչև 2015 թվականն ընկած ժամանակահատվածում։ Այսպիսով գնահատելով քրեական վարույթով ձեռք բերված ապացույցները վերաբերելիության, թույլատրելիության, հավաստիության, բոլոր ապացույցների համակցությունը բավարարության տեսանկյունից պետք է արձանագրել, որ առկա